Հոգվույն սրբո, ամեն։ Տեր Հիսուս Քրիստոս, քո սուրբ խաչի զորությամբ, որ եղավ աշխարհի փրկության համար, ազատելու է մեզ ամեն տեսակ փորձություններից։ Այսօրվա քարոզի բնաբանը ես վերցրել եմ օրվա շարականից հատված։ Շարականի այս բառերով բնութագրվում է Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խաչի էությունը, զորությունը եւ մեզ հաղորդում ուժ եւ կորով դիմակայելու համար կյանքի ամեն փորձություն հենց խաչի զորությամբ։ 4-րդ դարի կեսին 351 թվականին մայիսի 7-ին այսօրը առավոտյան ժամը 9-ին Երուսաղեմ քաղաքում երկնքում երևում է եւ փայլում է Տիրոջ փրկչական խաչի նշանը, որը տարածվում է Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ։ Այնքան պայծառ լույսով է երևում խաչի պատկերը երկնքում, որ նույնիսկ արեգակի լույսն է նվազում խաչի լույսի համեմատ։ Խաչի նշանը Երուսաղեմի երկնքում տեսնում են բազմաթիվ մարդիկ եւ շատերը դարձի են գալիս եւ մկրտվում։ Խաչի հրաշքի առիթով Երուսաղեմի այդ ժամանակվա հայրապետը Կյուրեղ Երուսաղեմացին նամակ է ուղարկում Կոստանդին կայսեր։ Նամակում հայրապետը կայսրին հայտնում է խաչի երևման հրաշքի մասին եւ նրան ասում, որ կայսրը անսասան եւ ամուր մնա Քրիստոսի ճշմարիտ հավատքի մեջ ու հետ կանգնի արիոսական աղանդի մոլորությունից եւ հավատարիմ մնա նիկիական ճշմարիտ դավանությանը։ Սուրբ խաչի երևմային այս հրաշալի տոնը նշում ենք մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հույն ուղափառ եկեղեցիները։ Մեր ժողովրդի պատմության մեջ շատ են եղել խաչի երևումները։ Օրինակ Կորյուն պատմիչը եւ Մովսես Խորենացին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մահը եւ թաղումը նկարագրում են եւ հիշատակում, որ Սուրբ Էջմիածին քաղաքում լուսավոր խաչի նշանը մի քանի օր փայլում էր երկնքում։ Այն տան վերևում, ուր Սուրբը ավանդեց իր Սուրբ Հոգին, նաև ուղեկցեց թաղման թափորը մինչև հուղարկավորության վայր ու անհետացավ Սուրբի մարմինը գերեզման դնելուց հետո։ Խաչի հրաշք պայծառ երևումից նաև վարագա Սուրբ խաչի վրա երկու ճգնավորների տեսիլքը, որտեղ էլ գտնվում է, պահվում է Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Սիրելիներ, հնում խաչը դաժան մահապատժի գործիք էր։ Խաչի մահվանն էին դատապարտվում ծանր հանցագործություն կատարող մարդիկ։ Այդ պատճառով խաչը համարվում էր անիծված եւ մահվան գործիք։ Սակայն Քրիստոսի Հիսուսի խաչելությամբ եւ հարությամբ խաչը այլևս մահվան խորհրդանիշ չէ, այլ կյանքի, հարության, հաղթանակի խորհրդանիշ է դարձել։ Խաչի վրա խաչված փրկիչը իր հարությունով մահը կործանեց եւ մեզ մարդկանց հարություն պարգևեց։ Խաչը գերեզմանների կնիքն է եւ կյանքի հարությունը։ Սուրբ խաչը Քրիստոսի արյամբ պատժի գործիքից վերածվում է քրիստոնեական բարոյական կյանքի խորհրդանշի, իբրև հրաշագործ զորություն ընդդեմ չարի։ Սուրբ խաչի երևումները պատմության մեջ ցույց է տալիս, որ Աստծո ներկայությունը մարդկանց կյանքում ու այս հրաշքները ապացուցում են մարդկանց նկատմամբ Տեր Հիսուս Քրիստոսի սերը եւ հոգատարությունը։ Սուրբ խաչը մենք պաշտում եւ երկրպագում ենք։ Բոլորս գիտենք, որովհետեւ խաչը
Աստծո ձեռքի գործիքներ, որով Աստված գծագրում էր երկրագնդի ստեղծումը եւ արարումը։ Աստված խաչով ստեղծեց բույսերը եւ կենդանական աշխարհը։ Աստված խաչով ստեղծեց մարդուն եւ ամեն ինչ մեզ համար տեսանելի եւ անտեսանելի։ Իսկ մարդու մեղանչումից հետո մեր փրկության համար Աստված իր միածին որդուն խաչի միջոցով մեզ մարդկանց կրկին տվեց, վերադարձրեց հավիտենական կյանքը, խաչի վրա թափված իր սուրբ արյամբ։ Մեր սուրբ նախնիները իրենց կյանքի իմաստը եւ իմաստի մեջ են տեսել խաչը, որովհետեւ Քրիստոս միշտ մշտապես խաչի վրա է ու երբեք Քրիստոս չի բաժանվում խաչից։ Մենք հայերս միշտ հավատարիմ մնացինք Տիրոջ խաչին, որովհետև հեռանալ խաչից կնշանակի հոգով տկարանալ եւ դառնալ բարոյազուրկ։ Մենք միշտ խաչին երկրպագել ենք եւ մեր բոլոր հաղթանակները խաչով են եղել։ Այսօր եթե մենք ունենք ցավ եւ դժվարություններ, ունենք պարտություն եւ ունենք անորոշություն, նշանակում է հեռացել եւ ուրացել ենք խաչին եւ ամենակարևորը խաչյալից։ Երանի թե ազգով դարձի գանք դեպի Հիսուսի խաչը եւ չնայենք խաչին որպես լոկ զարդ, որը մեծ մեղք է։ Խաչը պիտի զորացնի մեզ, խաչը պիտի հեռացնի ամեն տեսակ փորձություններից։ Այսօրվա չար աղանդները քարոզում են խաչին հակառակվել եւ չընդունել Տիրոջ սուրբ խաչը։ Նրանք վաղուց են ուրացել խաչին եւ խաչյալին, որովհետեւ խաչին են ծառայում եւ ու մոլորեցնում մեր շատ քույրերի եւ եղբայրների ճշմարիտ հավատքից։ Չար աղանդները իրենց հնարած, մոգոնած սուրբ վարդապետություններով տարածելով կործանում է շատ ու շատ հոգիներ։ Խաչը փրկության կենաց ծառն է, վստահ եմ քչերը գիտեն այս մասին, եւ որից էլ օգտվում է սատանան եւ կործանում շատ մարդկանց հոգիներ։ Չար սատանան օգտվում է հատկապես մարդկանց չիմացությունից, մարդկանց տգիտությունից, որովհետև Տիրոջ խաչի խորհուրդը այսօր, մանավանդ այսօր չափազանց շատ ոտնահարվում եւ նսեմացվում է։ Եվ այսօր շատերի կողմից Տիրոջ խաչը դարձել է ատելության առարկա, անարգանքի առարկա։ Նույնիսկ շատ քրիստոնյաներ հաճախ չեն էլ խաչակնքվում, խաչից հեռու են իրենց պահում, եւ գիտեք ինչու, որովհետեւ չար աղանդներից են լսել մերօրյա այսպես կոչված շակերտների մեջ փրկիչներ սուտ խոսքեր են տարածում եւ սրանք մարդիկ լսում։ Ցավով եմ ասում, որ այսօր մարդիկ չեն վախենում Աստծո պատժից եւ սա ի վերջո ծնում է թշնամություն երկնքի հետ, Աստծո հետ։ Իհարկե դրանից տուժում են եւ տուժելու են մարդիկ։ Սուրբ Պողոս առաքյալը ասում է. «Քավ լիցի, որ ես Տեր Հիսուս Քրիստոսի խաչից զատ այլ բանով պարծենամ»։ Այս խոսքերը այն Պողոս առաքյալն է ասում, որի հզոր քարոզներից շատ հեթանոս ազգեր ճշմարիտ Աստծուն, Աստվածպաշտության դարձան։ Ափսոս, շատ ափսոս, որ այսօր շատերի համար խաչը դարձել է ոչ թե պարծանքի, այլ հենց անարգանքի առարկա։ Այսօր շատերը պիտի գիտակցեն ու հասկանան հենց նույն Պողոս առաքյալի մեկ այլ խոսք։ Խաչի քարոզությունը կորածների համար հիմարություն է, իսկ մեզ Աստծո փրկվածների համար զորություն։ Հիսուսի խաչով
վերացավ թշնամությունը, եւ մենք աշխարհը հաշտվեցին Աստծո հետ, իսկ խաչի միջոցով, քանի որ խաչի միջոցով զորացանք եւ հաղթեցինք թշնամությունը, հավատով ընդունում եւ վերաբերվում ենք Տիրոջ խաչին, այդպես անելով ընդունած կլինենք խաչյալին եւ խաչյալին ընդունելով կստանանք խոստացված հավիտենական կյանքը։ Ուրեմն, եթե մարդ մերժում կամ անարգում է փրկության խաչը, նա չի կարող հաշտվել Աստծո հետ։ Մերժելով խաչը ինքներս մեր ձեռքով գրում ենք մեր դատապարտության վերջնագիրը։ Սիրելի հավատացյալներ, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Աստված սեր է, եւ իր սերն է, եւ այդ սերը ապացուցվեց Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությամբ։ Չարը Սատանան սարսափահար փախչում է նույնիսկ պարզ խաչակնքումից, խաչի նշանից խաչը փախնում է կիլոմետրերով հեռու։ Եթե հավատով խաչակնքվում ենք եւ մեծ խաչի նշանով ենք, ուրեմն զարդարում, չարը պարզապես հալածվում է մեզանից։ Ահա այս պատճառով է, որ չարը ամեն ինչ անում է, որ մենք չխաչակնքվենք, մոռանանք խաչի զորության մասին, որի պատճառով էլ նա կարողանում է շատ հեշտությամբ հաղթել մեզ։ Անկամ մտքով խաչակնքվելուց դևերը հալածվում եւ փախչում են մեզանից։ Սա 1000% ճշմարտություն է։ Այսօր ինչ ենք տեսնում, սիրելիներ։ Գրեթե ամեն օր, ամեն ժամ ցեխ է նետվում մեր սրբությունների վրա։ Չարը անցել է իր բուռն գործողությունների, մրոտելով խաչը եւ խաչյալին։ Հավատն ու եկեղեցին սրբությունները ու բարոյական արժանիքների կորուստ է գրեթե ամենուր։ Ահա սա է կամենում հակառակորդը, որ Քրիստոսի զինվորները թուլանան, որ քրիստոնյան տկարանա եւ հուսալքվի հեռանա իր բազմադարյան մար եկեղեցուց եւ ոչնչանա այդպես։ Ու սա անում են չար աղանդները ու իրենց մոլորեցնող հետևորդները եւ կամակատարները, որ Աստծո եկեղեցին անարգվի եւ վերածվի խաչի հետևորդները պակասեն։ Բանը հասել է նրան, որ նույնիսկ լսում են կոչեր, հնչում են կոչեր, արտահայտություններ, փակել, վերացնել Աստծո տաճարները։ Երևի լսել եք կամ գիտեք, որ այս տարի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում չի լինելու եկեղեցու պատմություն առարկան։ Կրթության նախարարության որոշումն է, որ հայ երեխան չպետք է իմանա, սերտի, սովորի, կրթվի եկեղեցու մաքուր արժեքներով։ Ու այս բացը երևի լրացվելու է չգիտեմ ինչերով, որոնք փչացնում են մեր երեխաների հայեցի դաստիարակության ճշմարիտ իրավունքը։ Ինչ ասես, ում ասես, որ այսպես շարունակել պարզապես նշանակում է ինքնաոչնչացում, որ չի կարելի երեխային զրկել, երեխային կտրել, երեխային հեռացնել մի բանից, ինչը իրեն դարձնում է պարզապես բարի, պարզապես ճշմարտախոս, սիրող, հոգատար, հավատարիմ, հայրենասեր, եկեղեցասեր եւ ընկերասեր։ Չարը մեր ժամանակներում այսօր գործում է բացահայտ եւ շատ ագրեսիվ։ Չարը իրեն չի թաքցնում այսօր։ Չարը չի քողարկվում այսօր, նկատած կլինեք, այլ պատերազմում է Քրիստոսի եկեղեցու դեմ իր ամբողջ արսենալով։ Ու մենք ականատես ենք դառնում այդ ամենին, ու մենք հարկավոր է մեր ամբողջությամբ ազգովի դառնանք մի բռունցք խաչի եւ խաչալի զորությամբ
Տեր Հիսուս Քրիստոսի անսահման ողորմությամբ եւ վստահ եմ հաղթելու ենք ամեն տեսակ դժվարություններ, երբ ազգը միավորվում է, երբ ազգը միաբանվում է Տիրոջ զորության խաչի նշանի տակ ու համախմբվում է խաչի նշանի տակ, չարն այդտեղ պարզապես անելիք չունի։ Որպես Տիրոջ ժողովուրդ, այլևս միաբանված ազգի առաջնորդը գիտեք ով է, Աստված։ Իսկ եթե Աստված է առաջնորդում ազգին, ժողովրդին, ազգը անկոտրուն եւ փրկվում է, ազգը հաղթանակներ է ունենում, ազգը առաջնորդություն է ունենում։ Պատմության մեջ միշտ այդպես է եղել, երբ մենք հայերս միաբանվել ենք, Աստված հաղթանակ է տվել մեզ, իսկ երբ տրոհվել ենք, բաժանվել ենք մասերի, միշտ ունեցել ենք պարտություն։ Սուրբ խաչի երևման այս տոնը, սիրելիներ, պիտի խթան լինի մեզանից ամեն մեկի մեր միասնականության, մեր համախմբման, մեր ապաշխարության, շատ կարևոր է ապաշխարության, զղջման եւ դարձի գալու համար, չէ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հենց այսօր ասում է ամեն մեկիս համար. քաջ եղեք, մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Աստծով է լինելու հաղթանակը, Աստծով է լինելու փրկությունը, Աստծով է լինելու սիրել մեկս մյուսի, Աստծով է լինելու դժվարությունների հաղթահարումը, Աստծով է լինելու մեզ, մեր ազգի լինելությունը այս ծովածավալ աշխարհում, Աստծով է լինելու երանությունը, խաղաղությունը, հոգիների փրկությունը եւ հավիտենական երկնքի արքայության հաստատումը։ Եվ վերջապես խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս, ազգիս հայոց եղիր առաջնորդ, այժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։